Ողջույն։ Կարճ ասած հաղորդումը մեկ շաբաթյա դադար էր վերցրել։ Այս ընթացքում ցավոք չենք կարող ասել, որ որևէ կարևոր խնդիր մեր երկրում լուծում է ստացել, բայց ցավոք ՔՊ-ն ու իր կոալիցիոն Արամ Զավենիչի կուսակցությունը գերազանցել են խայտառակության սեփական ռեկորդը։ Այս ընթացքում մի քանի զավեշտալի բաներ կատարվեցին, որոնցից մեկին կցանկանամ անդրադառնալ, իսկ մինչ այդ դարձյալ խնդրում եմ կարճ ասած հաղորդումը համացանցում դիտելու դեպքում որևէ հավանության նշան օգտագործել, մեկնաբանություն թողնել և տարածել ավելի շատ դիտողների ներգրավելու համար։ Եթե դեռ բաժանորդագրված չեք, դա էլ արեք։ Շնորհակալություն։ Ռուսական ֆիլմում տեսարան կա, որ նահանգապետարանի ինչ-որ պաշտոնյա ու տեղակալը գիշերային ժամերի հագնում են վադալասկաներ, դիմակներ են դնում ու սկսում են տներ թալանել։ Նախապես աշխատանքի բերումով կարողանալով հեշտ իմանալ, թե որ տներում տարիներ շարունակ մարդ չի ապրում։ Մոտ մի տարի անընդհատ այդ գործն են անում։ Հաջորդ օրը փողկապով գնում են աշխատանքի, գիշերը թալանում են, առավոտ գնում են աշխատանքի։ Մի օր էլ տեղակալ ասում է՝ շեֆ, մտածում եմ, արի ամեն դեպքում փողկապով չգանք գործի։ Մեր պաշտոնը ասում է փողկապի է, բայց մեր փեշակին հեչ չի սազում, որ բռնվենք, ես այդ փողկապի առկայությունից ավելի եմ ամաչելու։ Այսօր Երևանի քաղաքապետարանում տեսնելով Մասիվի փողկապավոր թաղապետին հիշեցի այդ ֆիլմը։ Պաշտոնը փողկապի է, իսկ փեշակը։ Այսօր ավականու նիստում, քաղաքապետարանի նիստում Ավինյանը դիմեց նրան պարոնով։ Նա էլ ասաց, թե ներողություն է խնդրում տհաճ տեսանի համար։ Իհարկե չի զղջացել։ Ծեծից հետո էլ էր ասում, որ պետք կլինի կանի, ու ամբողջ թիմը աջակցում էր։ Աջակցում էր նաև ՔՊ-ն, քանի որ հակառակը չտեսանք։ Արամ Սարգսյանը, որ իրեն հռչակել է արևմտամետ, արևմտյան եվրոպական բարքերը կրող քաղաքական ուժ, ինչ կապ ունեք դուք եվրոպական արժեքների հետ։ Որևէ մեկը մտածում եք եվրոպական արժեքը 10 հոգով մեկին ծեծելն է։ Դուք շատ վաղուց գերազանցել եք նախկին իշխանության շմայսներին։ 10 հոգով մեկին ծեծող տղամարդ թաղապետը ասում է, տեսարանը ոչ հաճելիներից էր։ Վերջ։ Ընկեր, բա ձեր Արամ Զավենիչի եվրոպական արժեքները ինչ եղան։ Ապեր, քեզ ասեմ, եթե մի որևէ պստլիկ Եվրամիության երկրում, դիցուք Էստոնիայում, իշխանության ներկայացուցիչը մատով կպնի քաղաքացուն, որը իրեն հարցեր ունի, ոչ միայն ավել րոպե չի փորձի մնալ, դեռ կդատվի, հետո էլ որևէ մեկ իր քաղաքական թիմին մոտիկ չի թողնի, կասեն էսով է այս անհավասարակշիռը, սաղից վարքի հետ է խաղում, բայց առաջին հերթին անձամբ հրաժարական կտա կուսակցության հեղինակությունը չխաթարելու համար։ Բայց դե ձեր ինչ քաղաքական թիմ, ինչ հեղինակություն։ Հենա շատ արագ երևաց, այդ չեք, ասում է իրեն հայ տղամարդու պես պահեց, Էնքին ավականին կարծեմ այդպես արտահայտվեց։ Ուզում եմ հասկանամ, լավ, հլե ձեր կեղծ եվրոպական թեման մի կողմ դնենք։ Այդ որ մի հայ տղամարդն է 10 հոգով մեկին խփում ու համարվում տղամարդ։ Ես որ դասերակվել եմ, ճիշտ ու սխալ եմ սովորել, իմացել ու պահել, իմացել եմ, որ դա ամոթ է առնվազն, եթե ոչ խնդալու։ 10 հոգով մեկի վրա հասնես քո հիմնարկի ընդունարանում ու ինչ կոչվելու է դա, հաստատ ոչ տղամարդ։ Տեսեք, եթե խոսքը տղավարության մասին է, ստեղ միայն ամաչելու բան ունեն, թե Հանրապետություն կուսակցությունը, թե իրենց կոալիցիոն գործընկերները, բայց դե հենա քաղաքացու վրա թքած ու անպատիժ մնացած մեկն ասում է, քանի որ Հանրապետություն կուսակցության անդամ է Մասվի թաղապետը, գնդակը նրանց դաշտում է, իբր իրենք տենց չեն, մաքուր տղերք են։ Իսկ որ դու թքում ես քաղաքացու դեմքին, ով իմիջայլոց իր քաղաքական գնահատականն էր քեզ հայտնել, անվանելով դավաճան, բայց այդ դեպքում ում դաշտում է գնդակը, քեզ հետ ինչ արեցին, որ ոչի բան էլ չեն անի, որովհետև բոլորդ եք այդ արժեհամակարգը կրող, ոհմակային, ղզիկական, ախրանիկի հետևից տղամարդ խաղացողներով։ Ուղիղ եթերում Արամ Զավենիչի մարդը իր աշխատողներով ծեծում է վայրենի ձևով, արդարացնում են, որովհետև իրենք էլ այդպիսին են։ Ասում են լավ է արել, սադրել են, Ավինյանն ասում է բոլորի նյարդերը կարող են տեղի տալ, այն որ իր հերն էլ ասում էր համբալ, այդ վաղտել նրա նյարդերներ տեղի տվել, Ալենի մաման, որ բարձր հարկերից թքում է ներքև, նրա նյարդերն էլ էին տեղի տվել,
Այո, բոլորի նյարդերն էլ տեղի տալիս են, ուղղակի երբ դա լինում է ոչ իշխանության ներկայացուցիչների կամ նրանց տնեցիների հետ, նրանցով զբաղվում է ոստիկանությունը, ու նաև ուշագրավ է, թե ինչի համար են ընդդիմադիրների նյարդերը տեղի տալիս, ինչի համար իշխանականներինը։ Օրինակ, այս 7 տարվա մեջ տեսել են, որ ընդդիմադիրների նյարդերը տեղի է տվել հայրենիքը ամբողջությամբ, հետո կտորներով հանձնելու պատճառով, 5000 զոհ տալու պատճառով, կոռուպցիայի պատճառով, ցեղասպանությունը ուրանալու պատճառով։ Իշխանականների նյարդերը տեղի են տվել, որ այս ամենը իրենց հիշեցնում են։ Իսկ պետության, իշխանության պատասխանատվության մասով առհասարակ խոսելու բան չկա։ Նախ էլի ասեմ, եթե դուք այդ սաղովդ, որ կոչվում եք ՔՊ ու Հանրապետություն կուսակցություններ, չլինեիք թայֆա, ուղղակի պետական միջոցների վրա նստած, ձեր անձնական հարցերը լուծող, այլ լինեիք իրոք քաղաքական թիմեր, որ նպատակ ունի պետությանը ծառայություն մատուցելու, քաղաքական ուղի եւ մշակույթ ձևավորելու եւ նաեւ այդ կուսակցության անունը չգիտեմ էլ ինչը թանկ լիներ, այդ թաղապետը, այդ ազգային ժողովի նախագահը, մյուսը, այդ արարքներից հետո անմիջապես կհեռացվեիք խմբակցությունից, թիմից, պետական ապարատից ու ներողություն խնդրելուց առաջ դեռ հրաժարական տված կլինեիք։ Ոչ միայն դուք, այլ նաեւ ղեկավարը, օրինակ այս պարագայում Ավինյան Տիգրանը, հետո Փաշինյան Նիկոլը, բայց դե ինչ եմ ասում, այս մարդիկ իրենք են այդ ամենը անում ու ոչինչ, դրա համար էլ ոչինչ, երբ Ալենը թքում է քաղաքացու դեմքին ու Նիկոլը փորձի ջղայնանալ, կասի բայց այ ընկեր, դու էլ հղի աղջիկ ես գցել մաշնի տակ ու բան չկա, չէ՞։ Երկիր ես հանձնել ու տեղու մտես, մեր արածը մի հոգու երեսին թքելա, մի հատ էլ բլոգեր տպելա։ Դե Ավինյանի հերը, որ համբալ է ասում գյուղից եկած օպել քշողներին, այդ առհասարակ մանկական խաղի թեմա է քո արածների համեմատ։ Կարճ ասած, նմանատիպ երևույթները առաջին հերթին պետք է ստանան հանրային արձագանք, որը եւ ստանում են։ Այդ հայհոյանքը, պարսավանքը ու անգամ արդեն զզվանքը, որ մենք նկատում ենք համացանցում, այդ ամենը, որքան էլ իրենց համոզում են, որ գեներացվում է ինչ-որ կենտրոններում եւ այլն, դա ինքնախաբեություն է, հանրությունը չի կարող ընդունել 10 հոգով մեկին ծեծելը, որպես տղամարդկություն, ոչ էլ հղի կնոջ մեքենայի տակ գցելը, որ դե ինքն էլ ոնց որ մեղավորը։